հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Դուք դիտում եք Առկա բիզնես հաղորդումը, բարև ձեզ։ Առևտրի համաշխարհային շուկան շարունակում է լարված մնալ, կատարվողին հնարավոր զարգացումներին եւ Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին կզրուցենք քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Թրամփը առևտրային պատերազմ հայտարարեց բոլորին, նոր մաքսատուրքերի տեսքով, ինչ է սա մեծ հաշվով նշանակում, գլոբալիզացիայի դարաշրջանն ավարտվեց։ Միանշանակորեն իհարկե ես այդպես չէի որակավորի, որովհետև գլոբալիզացիան ոչ միայն առևտրային կապ է ենթադրում, այլ նաև մարդկային կապ, տեղեկատվական կապ եւ այլ որոշակի ուղղություններ, այստեղ միայն ապրանքներով առևտրի մասն է խոսքը գնում, մեծ հաշվով իմաստը հետեւյալն է։ Ըստ նոր վարչակարգի տրամաբանության ԱՄՆ-ն հիմա անկման փուլում է եւ պետք է ամենակտրուկ գործողություններ իրականացնել, որպեսզի այդ անկումը կանգնացնել եւ այդպիսի նույնիսկ չհաշվարկած ես կասեի գործողությունը սկսեցին ԱՄՆ-ի նոր ղեկավարները։ Պատասխան արձագանքները չուշացան, ինչ է կատարվում, ինչ սպասելիքներ ձևավորել, մեղմացումներ հնարավոր են։ Մեղմացումներ այո կլինեն, որովհետև որոշ տարիֆները, որոնք սահմանվել են ԱՄՆ-ի կողմից, արհեստականորեն մեծ են, որպեսզի, ասենք, հետո պարտադրեն, որպեսզի այդ երկրների ներկայացուցիչները գան իրենց մոտ բանակցեն։ Հետևյալ խնդիր կա։ ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում կա որոշակի գաղափարախոսական պայքար։ Եվ մենք տեսնում ենք այս գաղափարախոսական պայքարի արտացոլումներ տարբեր կետերում։ Բավականին ինտենսիվ է այդ պայքարը Եվրոպայում, որտեղ կարելի ասել ժողովրդավարական ավանդույթները մի կողմ գցած, իշխանությունները եւ էլիտաները ամեն ինչ են անում, որպեսզի թույլ չտան այլընտրանքային տեխնացուների հաղթանակը, գրեթե ամենտեղ, հա, այսինքն Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Իտալիայում եւ այլ երկրներում մենք տեսնում ենք, որ արհեստականորեն ազդեցություն կա ընտրությունների արդյունքների վրա եւ նրանց, այսպես ասած, եւ նաեւ տեխնացուների ցուցակի վրա, օրինակ Մարին Լեփենին չեն թողնում եւ այլն, որպիսի այդտեղ իշխանությունը չփոխվի։ ԱՄՆ-ում եւս այդպիսի մեծ դիմադրություն է եղել, Թրամփի վրա մի քանի հատ մահափորձ է եղել եւ հիմա Թրամփը եկել է որպեսի սեղանները շուռ տա եւ իր քաղաքականությունը իրականացնի, բայց քանի որ գլոբալ էլիտայի այն մասը, որը իր հակառակորդներն են մնացել է իշխանությանը Եվրոպայում, ապա այդ մարտը շարունակվելու է եւ այդ ձեր պատասխան գործողությունները, որոնց մասին դուք խոսացիք, իրանք հենց այս տրամաբանությունից են բխում եւ ունեն հիմնականում քաղաքական բնույթ։ Եվ Եվրոպայում այդ գլոբալ էլիտայի մասը, որը կապված է ավելի շատ դեմոկրատների հետ, Բայդենի հետ եւ այն էլիտայի հետ, հիմա պայքարելու է ԱՄՆ-ի ներկայ էլիտայի հետ եւ հակառակ, այսինքն Թրամփը իր գործողություններով փորձելու է քանդել Եվրամիությունը եւ վերացնել այդ էլիտաները կամ իշխանությունից հեռացնի եւ այդ պայքարը իմ կարծիքով երկարատև պայքար է լինելու։ Հայաստանը անմասն չմնաց Թրամփի առևտրային պատերազմից 10% մաքսատուրք է սահմանված, ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Տեսեք, Հայաստանը դեպի ԱՄՆ շատ փոքր արտահանում ունի։ Սա պայմանավորված է թե լոգիստիկական, թե այլ պատճառներով, այսինքն առհասարակ ԱՄՆ շուկա մտնելը այդքան էլ հեշտ չի, առավել եւս Հայաստանը, որ միջազգային օվկիանոսին մուտք չունի։ Եվ այսպիսով Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանումը որպես կանոն 50-60 միլիոն դոլար է կազմել, որը մեր արտաքին շրջանառության շատ փոքր կշիռ է կազմում։ ԱՄՆ-ից ներմուծումը եղել է շատ ավելի մեծ, բայց ամեն դեպքում սա չի տուժելու։ Այսպիսով արտահանումը որոշակիորեն կարող է տուժել, բայց այդ տույժը այդքան էլ մեծ չի, որովհետև ոչ միայն Հայաստանն է տուժում այստեղ, այլ ողջ աշխարհը, եւ Թրամփի նվազագույն շեմը տարիֆի 10%-ը սահմանվել է նաեւ Հայաստանի նկատմամբ, այսինքն Հայաստանի նկատմամբ չկա հավելյալ տուրք եւ նույնիսկ այլ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ հայկական ապրանքները ավելի մրցունակ են դառնում դրանով, հա։ Այսինքն այստեղ կարող է այդ ազդեցությունը թե դրական թե բացասական լինել, բայց ուզում եմ շատ պարզ գիտակցենք, որ առհասարակ այստեղ մեծ հոսքերի մասին խոսակցություն չկա, այսինքն եթե անցած տարի եղել է 60 միլիոն դոլար արտահանումը Հայաստանից դեպի ԱՄՆ, ապա
լավ դեպքում այդ թիվը կարող է աճել դեպի 80 միլիոն, իսկ վատ դեպքում նվազել մինչև 40 միլիոն, բայց ամեն դեպքում մենք այստեղ փոքր թվերի մասն ենք խոսում, դեպի Ռուսաստան ամեն ամսվա արտահանումը շատ ավելի մեծ է։ Բայց գիտակցենք եւս մի հանգամանք, մի կողմից Հայաստանի արտահանումը դեպի ԱՄՆ անմիջապես կարող է չտուժել, բայց մյուս շուկաներում, որտեղ Հայաստանը ներկա է, բացի ռուսական շուկայից, մրցակցությունը ելի ավելի շատ ինտենսիվանալու է, որովհետև նույն եվրոպական արտահանողները, ճապոնական, չինական շատ ավելի ինտենսիվ մրցելու են, որպեսզի փոխհատուցեն իրենց կորուստները ամերիկյան շուկայում։ Եվ մենք այսպես կարող ենք տուժել, որովհետև մրցակցությունը շատ ավելի սուղ է դառնալու։ Սա պետք է հաշվի առնենք, եւ մեր արտաքին առևտուրը, արտահանումը պետք է ավելի մրցունակ լինի։ Ամենաշատ խփում է մեր մրցունակությանը դրամի բարձր փոխարժեքը, որը իմ կարծիքով շատ երկար չի տևի, հենց ուկրաինական պատերազմը ավարտվի կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանվեն, դրամը ինքնըստինքյան նվազելու է, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի կենտրոնական բանկը ընդհանրապես պետք է թույլ չտար դրամի արժևորումը, եւ մենք տեսել ենք, որ սրանով Հայաստանի արտաքին ծառայություններով առևտուրը շատ է տուժել, ինչ վերաբերվում է ապրանքներին, ապա ռեէքսպորտի պատճառով մենք ուղղակի հնարավոր չի որ գնահատենք այս փոփոխությունը, բայց ինձ թվում է տուժը ամեն դեպքում կա, որովհետև եթե հանենք բոլոր ոչ Հայաստանում արտադրված ապրանքների արտահանումը, այլ տեղական արտադրված ապրանքների արտահանումը, ապա այդքան էլ մեծ աճ չկա վերջի 3 տարվա ընթացքում, այսինքն մեր արտաքին առևտուրը այստեղ եւս տուժեց։ Այսպիսով իմ կարծիքով առաջին քայլը, որը պետք է լինի, ապա դրամը քիչ-քիչ արժեզրկել եւ բերել իր բնական արժեքի, որը եղել է 480 դրամ դոլարի նկատմամբ։ Սա է ազդելու, բացի դրանից իհարկե պետք է առհասարակ մրցունակության ամբողջ կոմպլեքսի վերաբերյալ մտածել, այստեղ թե աշխատանքային ուժի մասին է խոսքը գնում, թե տեխնոլոգիական վերազինման մասին եւ այլ բազմաթիվ բաներ, լոգիստիկան, բայց առաջնային ամեն դեպքում դրամի փոխարժեքն է։ Իդեպ առևտրային պատերազմը կայծակնային ազդեցություն թողեց շուկայում վալյուտայի վրա, մենք տեսնում ենք դոլարի անկում, նաև բիտկոինի արժեքը կտրուկ նվազեց, միևնույն ժամանակ ոսկու գները պատմական մաքսիմումին հասան, ինչ հետևանքներ կթողնեն սրանք։ Սրանք կարճաժամկետ տատանումներն են, հա, որպեսզի երկարատև զարգացումները գնահատենք, պետք է մի քիչ ժամանակ անցնի, որովհետև օրինակ Թրամփի այս հայտարարություններից մարդիկ նայում են ինչ է խոսում, օրինակ հետաձգվելու է արդյոք այս տարիֆների ներդրումը թե չէ, օրինակ ինչ որ տարբեր բարակապակցություններից կախված, հենց ձեր ասած կայծակնային արագությամբ շուկան արձագանքում էր, պլյուս մինուս տրիլիոն էր խաղում, եւ այստեղ կարող ենք ենթադրել, որ նման տատանումները եւս լինելու են, համաշխարհային բորսաները, ինչքան ես տեղյակ եմ, գործել են 12 տրիլիոն դոլար, եւ սա վերջը չի։ Մի կողմից այս բորսաներում շատ մեծ փուչեր կային եւ դրանք հիմա տրակում են, մյուս կողմից այնքան անկայուն է իրավիճակը, որ ուղղակի մարդկանց մոտ, այսպես ասած, բացասական սպասելիքներով պայմանավորված վախը կա։ Եվ հենց այդ վախի պայմաններում միշտ ոսկին աճում է, հա, հենց դա տեսանք։ Ինչ վերաբերում է դոլարի արժեքին եւ այլն, այստեղ էլի ոչ միանշանակ է, որովհետեւ առաջին պահին դոլարը ընկավ, հետո սկսեց յուանյը ընկնել, հետո յենան, իսկ հիմա եվրոյի հարց կա, իսկ եթե եվրոն արժևորվի, դա եւս ոչ մի լավ բան չի նշանակում Եվրոպայի համար։ Ավելին ասեմ, դոլարի արժեքի նկատմամբ ԱՄՆ-ում, այդում ներկա վարչակազմում կան տարաձայնություններ։ Մի կողմից կան կարծիքներ, որ պետք է պահպանել դոլարի փոխարժեքը, որպեսզի ԱՄՆ-ն համարվի կայուն եւ գրավիչ տեղ, եւ մյուս կողմից կան կարծիքներ, որ պետք է արժեզրկել դոլարը, որպեսզի Ամերիկայի պարտքերը դրանով եւս արժեզրկվեն։ Այս կարծիքները ոնց որ իրար բալանսավորում են։ Նախորդ վարչակազմի մեջ առաջին կարծիքը ավելի հիմնավոր էր համարվում, չնայած երկրորդ կարծիքը էլի կար, այս վարչակազմի մեջ երկրորդ կարծիքն է ավելի ոնց որ տարածված եւ այսպիսով այստեղ պետք է հաշվի առնենք, որ ռիսկը, որ դոլարը արժեզրկվելու է, կա, այդում արհեստականորեն։ Հայաստանի արտահանումների առույցի բաժինը մտնում է ԵԱՏՄ շուկա, ինչու՞։
եւ ինչ նշանակություն ունի Հայաստանի համար ԵԱՏՄ շուկան։ ԵԱՏՄ շուկան իհարկե Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի եւ իր նշանակությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը կարող է այդտեղ արտահանել ավելի բարձր մշակման ապրանքները։ Եթե դեպի ԵՄ Հայաստանից գնում է միայն հումքը եւ հումքի ամենապարզ մշակումը, ապա դեպի ԵԱՏՄ իրական հատվածի բազմաթիվ ոլորտների արտադրանքը, այդ թվում թեթևարդյունաբերությունը, պարենի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ այլն։ Եվ սա շատ ավելի կարեւոր է, որովհետեւ մեծ հաշվով հումքը ամենտեղ կարելի է արտահանել, իսկ քանի որ Եվրամիությունում առկա են ոչ տարիֆային սահմանափակումներ, որոնք կոչվում են ստանդարտներ, ապա պարզ է, որ Հայաստանը չի կարողանում դիվերսիֆիկացնել իր առևտուրը Եվրամիության հետ առևտրով, եւ սա լուրջ խնդիր է, որ չի թույլ տվել Հայաստանին նախորդ 10 տարիների ընթացքում մեծացնել իր արտահանումը դեպի ԵՄ։ Հակառակ մենք տեսնում ենք, որ դեպի ԵՄ եւ Շվեյցարիա Հայաստանի արտահանումը քիչ-քիչ նույնիսկ նվազում էր։ Առաջ թվում էր, թե ԵՄ-ն է հիմնական Հայաստանի շուկան, բայց իրականում այդպես չի եւ այդպես երբեք չի եղել, որովհետեւ մի քիչ մշակված ապրանքները դեպի ԵՄ չեն թողնում Հայաստանից։ Ընդ որում ոչ միայն Հայաստանից, այլ նաև Վրաստանից կամ Ուկրաինայից կամ Մոլդովայից եւս խնդիրներ կան։ Մոլդովան գրեթե միակ բացառությունն է, որովհետեւ այդտեղ ազատ առևտրի գոտի կա, որը ուղղակի ԵՄ կանոններով աշխատում է եւ Մոլդովայում հարկ չի վճարում։ Բայց այս բացառությունը չհաշվենք, ապա մոլդովական ողջ տնտեսությունից եւս արտահանումը բավականին քիչ է։ Եվ այսպիսով ստեղծվում է իրավիճակ, որ Հայաստանը գրեթե չի կարողանում ոչ մի բան արտահանել դեպի ԵՄ շուկա, որը խնդիր է։ Այս խնդիրը ցավոք սրտի չկարողացան լուծել ոչ ներկայ իշխանությունները, ոչ էլ նախորդ իշխանությունները, իսկ ինչ վերաբերվում է արդեն ԵԱՏՄ շուկային, ապա հակառակ, քանի որ կա ազատ առևտրի գոտի, որը ստեղծվել է 2012 թվականին եւ ուժի մեջ 2014 թվականից Հայաստանի համար, ապա Հայաստանի տնտեսությունը լրացուցիչ մոտավորապես 1.5%-ով ամեն տարի, տոկոսային կետով ամեն տարի աճել է։ Եվ սա եւս բավական լուրջ արդյունք է, որովհետեւ կարելի է գնահատել մոտավորապես մինչեւ 20% այսօրվա հնայից ԵԱՏՄ-ով պայմանավորված։ Սա բավականին լուրջ թիվ է։ Իսկ ինչ կասեք ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ դեպի ԵՄ շուկաներ մտնելու հնարավորությունների մասին, հրանտ որքանով են դրանք իսկապես իրատեսական։ Դրանք անլուրջ խոսակցություններն են, որովհետեւ նախ Հայաստանի ԵՄ անդամակցությունը ես չեմ տեսել, որպեսզի ԵՄ-ից ինչ որ աջակցություն լինի կամ ԵՄ-ից ինչ որ կոչեր լինեն, որ մենք մտնենք ԵՄ, սա ինչ որ միակողմանի գործընթաց է, ինչը որ շատ է սիրում ներկայ իշխանությունը Հայաստանում, բացի այդ իհարկե գուցե այդտեղ ինչ որ ոչ թափանցիկ գործընթաց կա, բայց ամեն դեպքում ԵՄ-ն Հայաստան չի ընդունելու։ Մենք կարող ենք քիչ թե շատ համոզված խոսանք, որ երբեք չի ընդունելու։ Ինչու երբեք։ Տեսեք, ԵՄ անդամակցության ցուցակում կա այս պայմանությամբ 10 երկիր, որոնք պաշտոնապես արդեն հայցով դիմել են եւ այդ հայցը ընդունվել է ԵՄ-ի կողմից։ Վերջինը այս ցուցակում Վրաստանն է, իսկ Վրաստանը անհամեմատ առաջ է Հայաստանից։ Վերջի 20 տարվա ընթացքում, այսինքն 2005 թվականից սկսած, 2004 թվականից հետո 3 երկիրն է անդամակցել Եվրամիությունում, դրանք են Բուլղարիան, Ռումինիան եւ Խորվաթիան, վերջինն է եղել Խորվաթիան 2013 թվականին, եւ վերջին երկիրը, որը դուրս է եկել ԵՄ-ից, դա Մեծ Բրիտանիան է, որը մի գործընթացում, որը այսպես կոչված Brexit է, 2016-ից մինչև 2022 թվականները դուրս է եկել ԵՄ-ի կազմից։ Այսպիսով վերջի 20 տարվա ընթացքում հիմնական միտումը ԵՄ-ի փոքրացումն է եւ որևէ նշույլ չկա, որ ԵՄ-ն մեծանալու է։ Դեռ 2018 թվականին խոսում էին, որ այլ լինելու է նոր ընդլայնման ալիքը։ Հիմա սկսեցին խոսալ նորից, որ լինելու է նոր ընդլայնման ալիքը, իսկ դա լինելու է 2030 թվականին։ Ինչու 2030 թվականին? Դա խոսվեց 2023-ին ԵՄ-ի պլանավորման ցիկլը 7 տարի է, ի տարբերություն Սովետի, որտեղ 5 տարի էր, ԵՄ-ում 7 տարի է եւ միշտ ասում են 7 տարի հետո, երբ որ ասում են 7 տարի հետո, այսինքն ցիկլից հետո, ցիկլի ավարտից հետո, այսինքն սա նորից ընդգծում է, որ անլուրջ է, այսինքն սա քաղաքականության մաս չի, սա խոսույթի կամ դիսկուրսի մասն է, այսինքն ԵՄ-ն ուզում է որոշակի հույս պահպանել, բայց եթե նույնիսկ
պայմանական Բոսնիա ու Հերցեգովինան կամ Սերբիան կամ Չեռնոգորիան անդամակցեն ԵՄ-ին, ապա պետք է գիտակցենք, որ Հայաստանը չի անդամակցելու։ Եվ այսպիսով ես որևէ հերանեկար մոտակա 30 տարվա ընթացքում չեմ տեսնում, որ Հայաստանը անդամակցի ԵՄ-ին։ Իսկ այս պարագայում, եթե 30 տարվա ընթացքում, այսինքն մի ժողովրդագրական սերունդի կյանքի ընթացքում չի անդամակցելու, ապա ինչի մասն ենք խոսում։ Շատ լավ, իսկ ԵԱՏՄ-ից դուրս չգալով մենք որ երկրների հետ կարող ենք մեծացնել առևտրաշրջանառությունը, ինչ չիրացված հնարավորություն եք տեսնում։ Իրականում բոլորի, որովհետև ոչ մի բան չի խոչընդոտում, որ մենք ԵՄ-ի հետ մեծացնենք մեր տնտեսական հարաբերությունը, բայց առաջին հերթին պետք է հիմա մտածենք մի քանի ուղղությամբ։ ԵԱՏՄ-ն հիմա ստեղծում է ազատարևտրի գոտիները որոշ երկրների հետ, վաղուց կա Վիետնամի հետ, հիմա ստեղծվել է Իրանի հետ, բանակցություններ կան Միջին Արևելքի մի քանի երկրի հետ։ Եվ սրանք իմ կարծիքով շատ հերանեկարային շուկաներն են։ Եվ այդ ուղղություններով պետք է մտածել։ Առհասարակ Միջին Արևելքի շուկաները բավականին վճարունակ են, բավականին արագաճող են եւ բավականին ունակ են մեծ քանակով ներմուծումը կլանելու։ Հիշեցնեմ մի հանգամանք, երբ որ մոտավորապես 10 տարի կամ մի փոքր ավել առաջ Հայաստանը բացեց իր համար Իրաքյան Քուրդիստանի շուկան, ապա միանգամից այդտեղ լցվեց այդ շուկան Հայաստանից արտահանումով, հիմնականում ալկոհոլ եւ սիգարետներ, բայց ամեն դեպքում այստեղ մենք տեսանք այդ հնարավորությունը, հա, իսկ իրականում Իրաքյան Քուրդիստանը ամեն ինչը ներմուծում է Թուրքիայից, հա, այսինքն ինչ էլ արտադրենք կարող ենք այդտեղ արտահանել։ Իհարկե լոգիստիկական խնդիրներ կան, բայց կարելի է։ Հիմա պարսկական շուկան ամենամոտիկը, պարսկական շուկան գերպաշտպանված է միշտ եղել, բայց հիմա քիչ-քիչ բացվում է, եւ իմ կարծիքով պետք է այդ շուկայի հետ սկսել լուրջ աշխատել։ Սա երկրորդ։ Հետո Վրաստանի շուկայում եւս պետք է աշխատել։ Եվ առաջինը նույնիսկ այս ամեն ինչից զատ պետք է ներքին շուկայում շատ լուրջ աշխատենք, որպեսզի մենք էլ ներմուծումից այդքան կախված չլինենք։ Այսինքն, եթե ԱՄՆ-ն այդ խնդիրը փորձում է լուծել, ապա մենք անպակաս այդ խնդիրը ունենք։ Միացյալ Նահանգները աշխարհի ամենամեծ շուկան է եւ բոլորն ուզում են ԱՄՆ-ի հետ առևտուր անել, սակայն բարձրացված մաքսատուրքերը դժվարացնում են մուտքը նահանգներ, հատկապես որ երկրները կտուժեն հրանտ եւ ովքեր կլինեն շահողները, կարող ենք կանխատեսել։ Տեսեք, ուրեմն նաև պատճառներից մեկը այդ турքերի ինչն է։ Եթե ավելացված արժեքի հարկը գրեթե բոլոր երկրներում կա, ապա ԱՄՆ-ում այդ հարկը կամ չկա կամ տարբեր նահանգներում տարբեր է եւ շատ ավելի փոքր է։ Եվ դա համարվում է շատ երկրներում անուղղակի ներկրման հարկ։ ԱՄՆ-ն էլ ասում է դե մեր մոտ չկա, ձեր մոտ էլ պետք է չլինի, օրինակ, հա, կամ էլ ուրիշ կերպ, բայց այստեղ փորձ կա այս հանգամանքը օգտագործելու կամ ԱՄՆ-ի կանոնադրությունը ամբողջ աշխարհի վրա ոնց որ տանելու։ Բուն հարցին թե որ երկրները կտուժեն կամ որ երկրները կշահեն։ Առաջին հերթին տուժելու են այն երկրները, որոնք մեծ արտահանում ունեն դեպի ԱՄՆ։ Դրանք են 3-ը՝ Գերմանիան, Ճապոնիան եւ Չինաստանը։ Այդ 3-ը կայացել են որպես համաշխարհային էքսպորտորներ հենց ԱՄՆ-ի շուկայի շնորհիվ։ Այսինքն ԱՄՆ-ն իրենց համար բացել է իր շուկան, թույլ է տվել, որպեսզի նրանք աճեն եւ հիմա էլ փակում է։ Այսինքն Ճապոնիան, Չինաստանը եւ Գերմանիան դրանք կարող են գումարել եւս երկուսը, դրանք են Թայվանը եւ Հարավային Կորեան, բավականին մեծ վեճ կա Կանադայի ու Մեքսիկայի վերաբերյալ։ Իմ կարծիքով Մեքսիկան փորձելու է ամեն ձևով բանակցել ԱՄՆ-ի հետ, մեղմացնել իրավիճակը եւ քիչ-քիչ այդ դույժի տակից դուրս է գալու, իսկ Կանադան, քանի որ այդտեղ եւս իշխանությանը մրցակից քաղաքական կլան է կարելի ասել, ապա այդտեղ շատ ավելի ինտենսիվ պատերազմ է լինելու տնտեսական եւ իմ կարծիքով Կանադան եւս տուժելու է շատ ուժեղ։ Իսկ որոնք չեն տուժելու կամ շահելու են, դե այս պայմանությամբ Մեծ Բրիտանիան բավականին լավ վիճակում հայտնվեց եւ նույնիսկ շատերը սկսեցին խոսալ լավա ժամանակին դուրս եկանք Եվրամիությունից, որովհետեւ Մեծ Բրիտանիայի նկատմամբ հիմա բավականին փոքր տուրք է 10% եւ ելի բազմաթիվ երկրներ կան։ Այսինքն վերադասավորման մասին է խոսքը գնում, բայց ես ուզում եմ մենք եւս մի հանգամանք հաշվի առնենք, քանի որ Թրամփի այս հայտարարությունը տարիֆների վերաբերյալ եղել է սպոնտան ինչ-որ կերպ եւ նույնիսկ սադրիչ, ապա նա փորձում է բոլորին սադրել, որպեսզի ԱՄՆ-ի հետ վերաբանակցեն։ Այսինքն այդ վերաբանակցման
արդյունքում տարիֆները վերանայվելու են եւ եթե Չինաստանի նկատմամբ 54% է հիմա կիրառվում, կարող է այդ տոկոսը նվազի։ Ցանկացած որոշում հրանտ ունի իր դրական եւ բացասական կողմերը, որոնք կլինեն առևտրային պատերազմի լավ ու վատ կողմերը։ Այս որոշման լավ կողմերը մի քիչ ավելի դժվար է գտնել, քան վատ կողմերը, բայց քանի որ վատ կողմերի մասին բոլորը արդեն խոսացին, ես փորձեմ այս լավ կողմերի մասին մի քիչ խոսամ։ Լավ կողմերից մեկը լինելու է այն, որ ծառայությունների եւ վիրտուալ տնտեսության փուչը մի քիչ սկսելու է նվազել, որովհետև վերջի տարիների ընթացքում վիրտուալ տնտեսության ֆոնդային բորսաների փուչը շատ է մեծացել եւ այն տրամաբանությունը, որ ինդուստրիալ տնտեսությունը առհասարակ դա անցյալ է, իդեպ դա ժամանակին քարոզել է դեր Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, սա այս տրամաբանությունը իմ համար մի քիչ սխալ է, եթե մեղմ ասեմ, եւ այս տրամաբանությունը հիմա շատ դժվար է իմ կարծիքով եւ հիմա շատ ավելի մեծ ուշադրություն է լինելու ապրանքներով առևտրին եւ նաեւ ապրանքների արտադրությանը, իրական հատվածին մեծ ուշադրություն է լինելու ողջ աշխարհի կողմից։ Սա մեկ։ Երկրորդ դրական բանը դա այն է, որ առհասարակ բոլորը սկսել են մտածել դիսբալանսների մասին, իսկ օրինակ ներկա գլոբալիզացիան ստեղծել է բազմաթիվ դիսբալանսներ, հա։ Օրինակ ԱՄՆ-ն ներկատրենդների պահպանման պարագայում կարող էր եւս բավականին երկարատև կայունություն ապահովել, բայց վերջում դա կլիներ կործանարար ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ-ն փորձում է փրկվել, որովհետեւ հիմա տոկոսադրույքը ԱՄՆ-ի պարտքերի համար շատ բարձր է, որովհետև այդ պարտքի բերը դարձել է անտանելի։ Հա, եւ այդ պարտքերի առևտրի դիսբալանսների վերաբերյալ շատ ավելի սկսել են լուրջ մտածել մարդիկ։ Հետո եւ առհասարակ այդ դիսբալանսները ինչով են պայմանավորված, որ քանի որ ամբողջ աշխարհը գլոբալ է, ենթադրաբար, ապա ամեն երկիրը կարող է իր սպեցիալիզացիան ունենա, մի ապրանք արտադրի համաշխարհային շուկայի համար եւ այդ օրինակը ամենավառ օրինակը եղել է հենց Թայվանը, որը չիպեր արտադրել եւ այդ չիպերի արտադրությունը միայն Թայվանում է։ Ուրիշ ամեն ինչը Թայվանը ներկրում է, իսկ չիպերը արտահանում է ամբողջ աշխարհի համար։ Եվ այդպիսի սպեցիալիզացիան քիչ թե շատ փաթաթվում էր բոլոր երկրների վզին։ Սա անառողջ իրավիճակ էր եւ այս իրավիճակի դեմ առնում է հիմա Թրամփը։ Սա եւս դրական կողմերից է, որովհետև այս սպեցիալիզացիան երկրների համար կործանարար է, որովհետև ցանկացած փոփոխություն կա, այսինքն դա դարձնում է երկրները շատ ավելի խոցելի։ Եվ այս փոփոխությամբ գուցե երկրները իրենց խոցելիության մասին ավելի շատ են մտածելու, ռիսկերի մասին ավելի շատ են մտածելու եւ մի քիչ ավելի adekvat պլանավորմամբ զբաղվեն, որը վերջին տարիներին համաշխարհային տնտեսությանը եւ այս գլոբալիզացման փուլին շատ էր խանգարում։ Գլոբալիզացիայի փուլը դարձել է շատ խնդրահարույց եւ արդեն շատ է խորացել, այսինքն գրեթե բոլոր երկրները սկսեցին իրենց ինքնիշխանություն կորցնել, որը մենք նաև Հայաստանի օրինակով ենք տեսնում, եւ Հայաստանում նաև արտաքին առևտրի շատ մեծ դիսբալանս է եղել, եւ միշտ հղումը տրվում էր թեկուս որոշ տնտեսագետների կողմից, թեկուս կենտրոնական բանկի կողմից, որ համաշխարհային պրակտիկան այդպիսին է։ Այ հիմա ստիպողաբար այս սխալ քաղաքականությունը վերանայվելու է նաև Հայաստանում։ Եվ մենք տեսնում ենք, որ այս դիսբալանսների քաղաքականությունը քիչ-քիչ գնալու է վերացման, ստիպված, որովհետև Թրամփը ոնց որ էկզիստենցիալ հարց է դնում գլոբալիզացիայի առջև։ Եվ բացի այդ եւս մի մեծ դիսբալանս է եղել վերջին տասնամյակների ընթացքում, որը ենթադրել է հետեւյալը. ավելի հեշտ է արտադրել եւ գնել նորը, քան թե ուղղել փչացած կամ դուրած հինը։ Եվ սա շատ անառողջ իրավիճակ է, երբ աշխարհում աղբը աճում է, ռեսուրսների շատ անարդյունավետ օգտագործում կա եւ դա ստեղծում է թե էկոլոգիական, թե ցանկացած այլ տեսանկյունից ռիսկեր։ Եվ ցանկացած ապրանքի օգտագործման ցիկլը պետք է երկարի։ Այո, տնտեսությունը համաշխարհային դրանով կարող է տուժել, բայց իմ կարծիքով սա շատ ավելի լավ է, եթե օրինակ մեքենաների արտադրողները մի քիչ ավելի շատ պահեստամաս արտադրեն, քան թե պատրաստի մեքենաներ, եւ դա վերաբերում է ցանկացած ուրիշ բանին, որովհետեւ ինչ որտեղ
այն իրավիճակը, որը օրինակ ստեղծում են marketplace-ներ, Temu-ի նման, որտեղ ամեն օր մարդիկ ուղղակի ինչ որ անիմաստ մրցավազքի մեջ են նորապրանքներ գնելու, նրա տեղը որ ասենք եղածը օգտագործեն արդյունավետ, սա իսկապես այսօրվա գլոբալիզացիայի գագաթնակետն է ու ուղղակի անիմաստ սպառումը սպառման համար է ստեղծել եւ իմ կարծիքով Տրամպի այս որոշումով սա էլ է ավարտվելու։ Շնորհակալություն, մենք զրուցում ենք քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ, կհանդիպենք։